եկել ենք կամավոր երկրապահ կամավոր տղաներով մեր երկրին, մեր ժողովրդին պաշտպանելու եւ տեղը տեղին պատասխան հարվածներ տալու եւ այս մի անգամ որոշել են կարգին ընդմիշտ լրացնել դրանցը, որտեղ արդեն դրանք էլ բացի այն կոպիտ լրացման ձևերից այլ լեզու չեն հասկանում, ոչ միջազգային, ոչ դե հարևանականը չէին հասկանում, հասկացանք, բայց ոչ էլ մարդկային լեզու են հասկանում, մինակ մնում է դրանց հետ արդեն իրենց չարաբաստիկ ձևերով խոսել ու դա էլ էրա ստացվերա պրոստոմ շուտ մոռացան հերուտաղավոր փոխվեցին իրոք 94 թվականին այն օրիններն են դրանք այդ ձև աղաչեր են մեր ժողովրդին, մեր զինվորներին, մեր երկրի իշխանությանը, Արցախին, որ զինադադար լինի Գերդար Ալիևի աղաչանքով այդ զինադադարը, խնդրանքով, միջամտություններով տարբեր երկրների զինադադարել է ու իրանք էլ իրենց խնդրած, իրենց աղաչածը նորից խախտել են։ Մենք չենք իմանում ինչ, բայց Աստված վիրևը կա, մենք Աստծուն հավատում ենք ու Աստված էլ նման պատիժներ, դատաստաններ կանի, ու այդ դատաստաններն մենք մեր ձեռով ենք անելու, եկել ենք, որ նորից Արցախ ու այդ ժողովրդի կողքին կանգնենք։ Չնայած մենք ստեղից չինչ էլ գնացել, հոգով, բանով, մարմնով ստեչենք, նորից մարմնով հետ ենք եկել։ Ուզում եի հարցնել, քանի հոգանոց խմբով եք առաջիկայում ինչ պլաններ ունեք։ Դե մենք խմբով չենք եկել ենք մի 1500 հոգանոց մեծ բանով եկել ենք ստեղ ստորաբաժանումներով, գումարտակների համակարգերով եւ բաժանվելու ենք բոլոր ստեղի ստորաբաժանումների հետ համատեղ կանոնավոր բանակի շարքում, որպես կանոնավոր բանակ, որտեղ մեր հետ մանավանդ վետերաններ 90%-ը նախկին սպաներ եւ զինվորներ են, ազատամարտիկներ են, բոլորը գիտեն կարգը, կանոնը, բանակի պահանջները եւ այսօր էլ առանց կանոնավոր բանակի, առանց լսելու, տենալու, հասկանալու, որոշելու ու առանց օպերատիվ իրավիճակը գնահատելու ոչ մի գործողություն ոչ ոք իրավունք չունի, որտեղ այսօր խնդիրը երկրի պետության եւ պետականության անկախություն, որը որ մեր ազգովին, մեր ժողովուրդը հազարավոր մի քանի հազար տղաների այրան գնով ձեռք բերածա ու մենք չենք կարող իրար չհասկանանք եւ կանոնավոր բանակի հետ կամ կանոնավոր բանակով չկպայքարել։ Միայն մեզ պետք է որ համատեղ մեր միասնությունը մեր ոչ թե ցույց տանք միասնական, ցույց տանք միասնական օպերատիվ աշխատանքներ են կարող իրականացնել, կապ չունի թե Հայաստանի որ սահմանից այդի ու այսօր Արցախի որ սահմանն է գնում։ Պետք է ինքը այդ իրավիճակն էլ տիրապետի եւ իրավիճակն էլ եւ ստորաբաժանումներն էլ եւ իր պարտականություններն էլ իր մասնագիտություններն էլ ճիշտ իրար։ Երկու խումբը պատրաստ են իրանց ամեն ինչով, օրալները Ուղեկալներից ներկայացուցիչներ կան, թե դուք եք Ճիշտ այդպես ուղեկալի պետը դա իրանց սպասման որ դիվանավոր։ Ես ուղարկել եմ, բայց իրանք մնալու են դες սպասել հետագա խնդրին։ Երկու խումբը հիմա պատրաստ է, օրալները գալիս են որ գնան։ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ խմբերը կազմավորելու ժամանակ ասել են, որ 5-րդ պաշտպանակային սներ չեն կրակել, ասել են մտնեն պատվանները։ Նորը դե երնամ ես են սրյազի սպանարի մեն մեր գոմերի բանի կանզի բատալոնի վրա նագլի դրած խփում են։ Հա, էդի հրետանին ահելա, պրոստը 5-րդ պաշտպանական հիմա այնտեղ կան սորոշի էլի 5-րդ, 6-րդ խմբերը կազմավորեն։ Պատրաստ են, որ մենք բլինդաժները սարքել ենք։ Ահա, ատա ամենաբարձրը վերցրել են, հա, սաղ մաքրում է, չեն թողնում մոտիկանալ։ Դե պետք է պրոստո մեր պոստերն ու իրանց այնից բանանա թմբերը սաղ իրար հետ էթում է։ Մեր առաջի գիծը
Հետո զան կտամ։ Կամանն պունկտը, որ ասել էր վարվել այս ապարը, Ռեզերվ ավելիսան վարդաների նորից դինին, նորից կալին, որը մի որի 50,000 են մարդելի պետք է գանք ասեն։ Ու ստեի հրամանատարների ասածը օրենք է, որտև իրանք անմիջական պատասխանատու են, համ ծեր փոխարեն, համ այդ սահմանի, համ այս երկիր, համ այս պետության համագործակցության մոտ։ Եվ էլ նոր մի հատ բառ չլի։ Տարանում մեր հանրապետությանը Պարոն քաղաքապետ, արդեն մի քանի օր է թեժ մարտեր են ընթանում, հակառակորդին ինչպիսի պատասխան է տալիս հայկական կողմը, մեր զինվորների մարտունակության մասին ինչ կասեք եւ ազատամարտիկները, ԵԿՄ անդամները այսօր զինվորների կողքին են, կարծես թե վերհուշ է հակառակորդի համար, անցյալն են հիշեցնում, մի բան էլ կրկնակի ավել կորուստներ հասցնում։ Ասեմ, որ մարտական դիրքերում մերոնց մարտական տրամադրությունները բարձր են, զինվորների կողքին կանգնած են, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Այդքան։ Ինչպես Արցախյան պատերազմում, այնպես էլ հիմա դուք 13 տարեկան հասակում Զորավար Մամել Գրքանի հետ միասին զենքը ձեռքին պայքարել եք թշնամու դեմ ու այսօր կանգնած եք երիտասարդ երկրապահների կողքին, ինչ ունեք փոխանցելու նրանց ու ինչպիսին է նրանց մարտունակությունը, մարտական ոգին։ Մարտական ոգին բարձր է, իսկ փոխանցելուն էլ վստահ եմ, դիմողները շատ են ու հակառակը մենք ընտրում ենք նրանց, ով որ փորձ ունեն, անցել են այդ ճանապարհը որոշակի հատված կամ ծառայել են, միայն նրանք մեր կողքին կգան, կմասնակցեն, իսկ ով որ փորձ չունի, կմնան տեղերում։ Հակառակորդ հրադադարի մասին կարծես թե հաղորդագրություններ է ուղարկում ու դրանից հետո հենց ինքն էլ հրադադարը խախտում։ Այսինքն այսպիսի քաղաքականությամբ կարող է հաջողության հասնել, թե չի մարսելու։ Ինձ թվում է իրավաբանական տեսանկյունից ինքը նաև փաստաթուղթ ունի ստորագրված 94 թվականին, բայց այդ փաստաթուղթն էլ անգամ իր հրադադար որ դադարել է, հենց որ այդ անգամ փաստաթղթին էլ խոսքերին հավատալու խնդիր չկա։ Բայց այս անգամ կարծես թե մարտական են տրամադրված ամբողջ ազգը եւ նշում է, որ չավարտված պատերազմ չի լինում, ցանկանում են, որպեսզի վերջնակետ լինի։ Իրանք շատ լավ հասկանում են, որ դա իրանց հողերը չեն եւ պատմական ճշմարտությունը մեր կողմն է եւ վստահ եմ, որ Աստված է մեր կողմը ու մնացածը ժամանակը ցույց կտա ու մեր գործն արդարը մենք վերջնական հաղթելու ենք այդքան է։ Հենց որ իրանք շատ բան կարան ասեն, են վախտել են ասե Սևանում էլ էին թեյ խմում, չգիտեմ Երևանում հաց պիտի ուտեին, որ իրենց մոտ ոչ մի բան չի փոխվել, իրանք այդ նույն տրամադրությամբ գալու են, իրենց ախորժակ ուտելուց է բացվում։ Դե հաստատ։ Մի քիչ ճիգարով որ ասենք, մեր զինվորների մարտական ոգին այսօր ինչպիսին է։ Մեր զինվորները շատ բարձր է, իրոք, որ ամեն մեկը մի ոսկի, մի հարտակարգ երեխեք են, որոնք որ հաստատ են, չգիտեմ, ով ինչ մտածում է, չգիտեմ, սաղ սխալ է, սաղ նորմալ, բարձր որակի ու ոչ մեկ ոչ մի սանտիմ հետ գալացող չի։ Ու այդ նույնը թշնամին էլ է տեսնում, մերեն որ մինչև վերջ կանգնելու հետ գալու տեղ չունեն։ Այո, մեկը մյուսի հետ փոխհամագործակցված բոլորը հանգիստ կատարում է։ Սիրով արվում։